Ընկերներ ջան, այսպես քնահարամ, բարև ձեզ, ո՞նց եք, ինչ կա չկա, սպասեք խմեմ կասեմ, մի հատ հոգնած տեսքս նայեք, ոնց հասկացա այս ֆորմատը ձեզ դուր էր եկել, չէ, բայց ասում եմ, շատ չենք պահի, մի քանի անգամ կփորձեմ, որովհետև էնի ուրիշ է էլի, չնայած շատերը ասում են կարմիջական էլ լավ է, այսպես աշխատանքից նոր եմ եկել, հոգնած, ինչպես դուք կասեք միշտ հոգնած, միշտ սենց քնահարամ վիճակ, դեռ չեմ էլ փոխվել շորերս, այն որ սենց գալիս ես գործից տուն, տակ, այսինքն ընկնում ես շորերով տեղերի վրա քնում ես ու վեր եմ կացել։ Ենթարկվել եմ շոկի։ Հիմա ցույց տամ շուրջ բոլորս ինչ ա կատարվում, գործից եկել եմ, մի քիչ հանգստացել եմ, սենց գժանոց վիճակ։ Կատաստրոֆա։ Սկսվեցին եւ իմ ուրախ եւ այն սև օրերը գարնան դիմաց, ինչպես ասում ենք։ Իսկ ինչ եմ խմում, խոտաբույսերի մասին, հեսա մի քիչ sense ցույց տամ թե ինչ է կատարվում մեր բակում, նստեմ մեքենայիս մեջ, խոսանք հենց այս խոտաբույսերից։ Այստեղ եւ նիհարեցնողն է, եւ մյուս ինչի մասին որ միշտ այս ընթացքը ասում եմ, հա, այնտեղ այնքան շատ մեկնաբանություններ եք գրում, հարցեր եք տալիս։ Եթե պետք է առանձին վլոգ տեսանյութեր նկարեմ կամ այսպես տեղադրեմ, չգիտեմ, դեռ կորոշեմ, նիհարելու էլի խոտաբույսերի ամեն հետ կապված, բայց պատրաստվեք, գարնան դիմաց է, ես ձեզ պետք է սովորեցնեմ ասեմ, բացատրեմ, հենց առաջի ծիլերը տեսնեք, ձեր բակում դրսում ճանապարհին քայլելուց ինչ տեսնում եք, ինչ տեսնել ասելով, այն ինչ որ ես կասեմ, էլի խոտաբույսերից կսկսեք հավաքելը, պահեստավորելը, ես ձեզ կասեմ ինչից ենք սկսելու օգտվել։ Հիմա սա խմում եմ, քնիցս հելել եմ բակում, որ sense քայլեմ մի հատ նայեմ, քանի որ նոր որ եկա տեսա, ինչա կատարում, վախեցա, հեսա ցույց կտամ։ Բայց լավ բանի համար է, էլի sense շինարարություն, սիրուն, հիմա կտենեք ինչ դիզայն, ինչ հետարքիր էստեղ երկրորդ հարկը էֆեկտներ ինչքան ճոխա լինելու։ Ու սա վերցրեցի դուրս եկա, սա ոչ թե միայն այս խոտաբույսը ուղակի նիհարելու եւ այլն խմելու համար է, օրգանիզմ մաքրելու, բացի դա երիկամների քարերի մաքրելու հետ կապված ասեցի, չէ, այնքան եմ խմել, որ անգամ չունեմ նման խնդիր, էլի որոշակի մաքրելա, բերելա, դուրս է բերում, իփոքր ցավացնում է, բայց շարունակում եմ խմել, վերջնական այդ քարերը ազատելու, քարից ազատվելու համար, որը ասում եմ, չունեմ գրեթե մեկ ռենտգենով այդ որ նայում են, հա, ապարատով, ստուգել են գտամենը մեկ փոքրիկ քար ցավացնում է գալիս է, պետք է խմեմ, որովհետեւ մաքրի դուրս գա։ Այստեղ ինչ կա, իմ պատրաստած խնձորի քացախն է, լիմոնի հյութն է եւ այլն, որը քայքայում է հենց քարերը։ Այդ մասին առանձին կխոսանք։ Հեսա ցույց տամ մեր բակում ինչա կատարվում, մի րոպե։ Ինչպես ասում ենք, ուրախացել եմ, ուռա, գարունը եկել է, բայց խեղճ Կարին է, որ այս ամենին դիմանալու է։ Դրա համար ես հասկանալով աշնանը որոշակի ծառեր էտեցի, որ ասում են աշնանը չի կարելի, ձմռանը ծառը էտել, կտրել եւ այլն։ Այդ մի քիչ շատ ցուրտ հատվածների համար է, կամ եթե մեր մոտ շատ ուժեղ մինուսներ, ցրտեր աներ, որ ծառը վնասի, բայց այդպես բան չկա։ Թե չէ ես գարնանը չէի հասցնի, այսքանը ոնց եմ անելու չգիտեմ։ Բակը մաքրել, գեղեցիկ դիզայնով ամեն ինչ ինչպես տեսնում եք կարգավորել, գոնե աշնանը գործ էի արել, բայց միևնույն այնքան շատ գործ կա։ Հիմա մի հատ նայեք ինչա կատարվում։ Այստեղ sense ստոպ տալով կթեքեմ կտեսնեք, եկել եմ որ մուտքից ներս մտնեմ։ Հեսա դուք կնայեք։ Այստեղ շինարարությունը որ գնում է, հələ տեսեք դուք լնեք, ինչ կանեք։ Ես պետքա կարգավորենք, դեռևս անցնենք առաջ, դե նայեք ինչա կատարվում մեր տան մուտքի դիմաց։ 1 րոպե։ Ահա, մի հատ ստեղի վիճակը նայեք։ Դուք լինեք ինչ կանեք։ Ածս գալիս է, բայց պետքա։ Տեսեք, այս որ կա, այս պանելային հատվածը էլի է, չէ՞, ցույց տվես, sense կտրում ենք, այս կողմը կլորացրել են արդեն, այստեղ էլ պետք է sense կլորացնեն, սա հիմա վերևից դուրս եկած բալկոն, սիրուն, պատշգամբ, լավ։ Վերև արդեն երկրորդ հարկը իր դիզայնով, շատ սիրուն կամարաձև պատուհաններով, երկրորդ հարկի այս պատշգամբում ճոճաթոռներ, sense մեր մի կողմը Արարատ լեռը, sense մեր Մասիս Սարին է, այս դիմաց այդ ատոմակայանի ծխերն է երևում, ծխնելուզներով։ Այս ամբողջ մյուս հատվածը մեր Էջմիածնի բոլոր եկեղեցիները։ Այս երկրորդ հարկը իմն է, միջալուտ այս ննջասենյակը սպալնի մի քանի հատ է լինելու, առայժմ մեկն ենք ավելացնում, իմն է լինելու։ Ես ելնում եմ քոչեմ վերև, էլի։ Sense առավոտյան սուրճը վերցնեմ, ելեմ sense պատշգամբից նայեմ մեր Էջմիածնի բոլոր եկեղեցիների գմբեթները sense մեր դիմաց։ Սիրուն տեսարաններ, հրաշք։ Իմ հետևորդներից, ովքեր իրանց խելոք կպահեն, հյուր կկանչենք մեր տուն, գաք հյուր կմնաք, կհանգստանաք, կվայելեք այս ամենը, հեսա որ սարքենք վերջացնենք ավելի շատ, կտեսնեք ինչ հրաշք տեղ է։ Մի հատ նայեք, եկել եմ, տեսել եմ տղաս ու պապաս, ինչպես որ ասում են պապիկը։ Սկսել են քանդեն, կտրեն, ինչեր են անում այստեղ, բավականին դժվարությամբ, դե հետո բետոն ենք անում, նորից սիրուն հավաքում ենք։ Մի հատ նայեք,
Ինչա կատարում, հենց բիտոնի քարերի վիճակը նայեք, մի հատ տեսեք գետին ինչա կատարում։ Երևում է, չէ՞։ Այս ամբողջը ես պետքա կրեմ, ինչպես ասում ենք, չգիտեմ ինչերով, պետրոներով, դույլերով, ոնց կուզեք, տենց էլ ասեմ։ Տեղափոխեմ, այս մուտքը մաքրեմ, բայց հələ շինարարություն է գնում։ Դե բարձան, Արեգը աշխատանքի է, այդքանը որ հասցրեցին, լավ է, մնացածը ես պետք է անեմ։ Ու ամբողջ մի հատ տեսեք, այս ինչքան գործ կա անելու։ Պատվիրել եմ։ Պատվերները գալիս են։ Ինչ պատվերներ։ Նոր տաղավարների այդ ծածկերը, որ ասենք բիսեդկա պալատկեքով սիրուն են որ տեսակ, էլի արել եմ, էջումս կա։ Դե տարին մի անգամ նորմալ է, ամբողջ 1 տարվա ընթացքում մի հատ պետքա փոխես։ Ինքը արևից քամուց այրվում է, վառվում է, այդ վերևի ծածկերը նորից պատվիրել են, որ նորից հավաքեմ, մի հատ նայեք քամին ինչ օրնա գցել, եկեք գնանք ենքում, տեսեք ինչքան գործ կանելու, ես մեղք եմ լուրջ եմ ասում, գնացինք։ Մի հատ նայեք ստեղի վիճակը, հիմա ես սենց դնեմ, երևի թե հասկանալի կլինի, տեսեք քամին ինչ օրնա գցել։ Ահա։ Ամբողջը պոկելա, տշելա, քշելա, այնտեղ ճղելա, չգիտեմ ինչեր արել։ Հիմա պատվիրել եմ, նոր պատվերները գալիս են։ Տաղավարը նորից այս մի հատը նորացնում ենք, իսկ այն մյուս կողմի տաղավարը մի փոքր արաբական ոճի վարագույրներով, սենց շատ հետաքրքիր բան եմ հավաքում, այնտեղ էլ կտեսնեք։ Ու բորկա, գործ, գարուն, ուրա, կարնեի տառապանքները սկսվեցին։ Մի հատ մեր գետնի խոտեի ու տերևների վիճակները նայեք հələ, այսքանը ես պետքա դեռ մաքրեմ, հավաքեմ, ծառերը էտեցի, բավականին կտրատեցի, էլ շատ չեմ արել։ Մի հատ նայեք այստեղ այս տաղավարի վիճակը ինչ օրն անգել, քամի, անձրև, ձյուն, այս ամբողջը դու պատկերացրեք, հիմա ինչի միջով եմ անցնելու, բայց վերջում տենում եք, չէ, ինձ սիրուն է լինում, նորից նոր տարազներ, գեղեցիկ, հենց տեսեք ես ինչքան գործ ունեմ անելու, այն կողմը նայեք, այն կողմը դեռևս ոչի բան համարյա արած չի, դե ծառերը պետքա դեռ էտեմ, այսպես վարդից ճյուղերը կապեցի, այստեղ ամբողջ գետինը որ նայեք, ծառի ճյուղերը, ահա, ձեռքով, սղոցով, իմ էլեկտրական սղոցը ամբողջը վնասվել է, հեչ ա եղել, ինչպես ասում ենք, սենց դնենք արևի դեմ ա լինում, բայց ոչինչ։ Էլեկտրական սղոցս, այն որ ձեռս կտրել է, կհիշեք, սենց տվել էի, մինչև վենա, երակ, հա։ Հիմա չի աշխատում, ստիպած ձեռքի սղոցով, հետո էլ ասում են մուսկուլները խի ա շատանում քո, հիմա ժամանակ չկա, ասենք սպորտով զբաղվում եմ մի փոքր քիչ, քանի որ զբաղված եմ, ասենք այս գործերն անելով, նույն սպորտն է։ Այդ ծղոցով կտրելով ամբողջ մկաններս ավելի է շատացել, մի հատ ասենց սիրուն սպորտային վիճակ, շատ ընտիր է։ Ահա, այսքանը ձեռքով սղոցով կտրեմ, դասավորեմ, իսկ այս տաղավարը նայեք ինչ գործ կա անելու։ Այստեղ հրաշք, պատվիրել եմ, գալիս է։ Հա, իմիջիալոց, հեսա unboxing կանենք, այնպես բաները ցույց կտամ, կծիծաղաք։ Դուք հաճախակի տենում եք, աղջկական կանացի բաներն ավելի քիչ են պատվիրում, կամ նման բաները։ Ինչ է, ինչ unboxing։ Սվարկի ապարատ, այդպես բաներ, որպեսզի տաղավարը հավաքեմ, սիրուն։ Այստեղ մի քիչ այդ սվարկայի գործեր կանենք, նստարանները, ամբողջը պալատկան բորդոյով փոխում ենք, նստարանները սենց լրիվ, սիրուն ներկելով, գույները բերելով, տարազային մեկ էլ մուկ բորդո բարձր ամբողջ իրա մեջ լինում, սենց ցանց վարագույրներ հավաքած, մեջը լույսերով, փոքրիկ խոհանոցային մաս այնտեղ ափսեները պահելու համար իր հոսանքով տեղում սուրճը պատրաստելով, արևի դեմ եմ, դեմքս չերևում ոչինչ։ Կարևորը լսում եք ինչ եմ խոսում։ Շատ սիրուն այստեղ պետքա գործ անեմ, դառնում է մի հատ հիասքանչ հանգստի գոտի։ Կարճ ասած, սև օրերը սկսեցին, տանջանքներս, մի հատ տեսեք ինչքան գործ կա։ Եկեք, ով ա ուզում գա օգնի, եկեք օգնեք, էլի ինչ կլինի։ Չնայած որ գա կարող ասեմ դուք չեք արա անեք։ Այստեղ ճոճանակը էլի եմ ավելացնելու, հեսա գամակները կհանենք։ Արդեն այս գեղեցիկ տույաները ես տույա տարբերակն է, էլի։ Տույա, չգիտեմ, յուկա, տույա, ինչ որ տարբեր բաներ են ասում։ Էտեցի, դասավորեցի, այնտեղ խաղողները, այստեղ հրաշք էս տեսարանները։ Հիմա մեր արծաթափայլ տոնածառները մեծացել է, արդեն չի կարելի իրան ծաղկամանի մեջ երկար պահել։ Մի հատ նայեք, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Մի հատը սա է, այսպես երևում է, չէ՞, ոնց որ մի հատ նայեմ։ Հələ մի հատ տեսեք, արդեն իրան ծաղկամանի մեջ չի կարելի, արմատը չի տեղավորել, տեսեք ինչ հրաշք է։ Վուջուրիկ ձակուկներ են 3 տարի առաջ էի բերել, պետքա տեղափոխենք, այս մյուսներ ստեղ։ Հողի մեջ, բայց չեմ կարող կողմնորոշեմ, կարողանում հասկանամ, թե մեր բակում որտեղ դնենք, իրանք չափից շատ մեծացող տոնածառեր են, արծաթափայլերը, բավական արժեքավոր բաներ են։ Ես այս բաներին փող եմ տալիս, չեմ ափսոսում, մի հատ նայեք ինչ հրաշք է։ Տեսեք իմ հրաշքին, նայեք ինչ լավն է։
արծաթափայլ ու ինքը շատ մեծանում է։ Հիմա ես չգիտեմ, մեր այսքան ծառերի մեջ, մեր այգում ես սա որտեղ տեղադրեմ 2 հատ, մեծանալու է, զարդարելու ենք։ Չգիտեմ որտեղ տեղադրեմ, բայց ծաղկամանների մեջ էլ չի կարելի։ Ծաղիկ պետքա տնկեմ ամբողջ այնտեղ շինարարությունը կգնա։ Այս ընթաց մեր ձակուկը կծնվի։ Ձակուկը գա կասես ինչ շինարարության մեջ են։ Ամեն ինչ պատրաստում ենք, որ ձակուկը գա ու ուրախանա։ Այսպես ընկերներ ջան, շատ հետաքրքիր բաներ կա, ասենց համ ուրախ եմ, համ խառնաշփոթա, որ այսքանը ոնց եմ ես հասցնելու։ Հիմա, քանի որ այսօր կամիոտ է, արևը կա, մեկ կա մեկ չէ, բայց սառնոտ է, կամիոտ է բավականին շատ։ Տեղափոխվենք, նստենք մեքենայիս մեջ, խոսեմ մի փոքր խոտաբույսերից պատրաստ լինեք, ես ձեզ հիմա անուններով կասեմ, ինչ խոտաբույս նախնական գարնանը սկսեք հավաքելը։ 1 րոպե անցնենք մեքենայի մեջ ու խոսենք, համ էլ էսի խմեմ էլի։ Այնտեղ է շունիկը սա վրան ջղայնացած ձենը կտրեց, հենց տեսնում է ունենցա մի հատ բնգստում ու տզտզում, այն չխկոն չի էլի, ինքս ատկեց, դե իմացակ։ Հիմա նոր շունիկ եմ բերել, ամենը դրել ենք ռիժի, որովհետև սենց իմանց էս կյաժո է էլի, տես մի տեսակ ղժղժած, ճվճված ուտելու բան ա ոնց որ ուզում, հետո չափերով մեծ ա, բայց դերևս ձակ անդադ ուտել ա ուզում ինքը, ինչ տալիս ենք էլի ուտել ա ուզում, վրան ջղայնացա հասկացավ, ձենը կտրեց, գոնե չխանգարի, գնանք նստենք մեքենայի մեջ, խոսենք էսի ինչա ու ինչ հավաքեք գարնան դիմաց, սյո, սկսում են ծլել, ծաղկել, դուրս գալ, մի փոքր կասեմ, կանցնենք առաջ, գնացինք։ Այստեղ դերևս մեքենասել ա կարգավորելու, այնքան գործ կա անելու։ Նստենք մեքենայի մեջ, խոսանք, էս ինչ է սեկրետ, ինչպես ասում են, դռները փակվել են։ 1 րոպե կարգավորեմ։ Մեքենայից մեջ բավականին տաք ա գոնե, այնտեղ քամի էր, հեսա կհիվանդանանք, ինչպես ասում են, գրիպ կկպնենք եւ հիմա խոսեմ, հələ մի հատ դեմքիս վիճակը հոգնած, քնարամ, այն որ քնից էլ մեզ այս ճմրթված դեմքով տարօրինակ, այսպես հագուստել դեռ չեմ փոխել։ Լավ, անցնենք առաջ, խոտաբույսերից մի փոքր խոսեմ։ Հիմա տեսեք, գարնան դիմաց, անուններով չափից շատ են, 100 եւ ավելին, որ ինչի համար եւ այլն ձեր գլուխը կպտտվի, չեք հասկանա այդքանը ինչ եմ ասում։ Դրա համար եկեք, ընդամենը մի քանի, հա, վերջը։ Մի քանի ամենակարևոր խոտաբույսերից ասեմ, արագ, հեսա որ դուրս կգան, ինչն եք սկսում հավաքել։ Նախ խոտաբույսերը, հիմա ես ինչի անուն որ կտամ, հավաքեք, պարզապես տանը ունեցեք, պահեստավորեք, պահեք։ Ինչի անունները որ կտամ, կապ չունի որի մասին է խոսքը, անպայման դա պետք է գալու ձեզ։ Իրանք ունեն 3 փուլ, բացատրեմ ինչա նշանակում 3 փուլը, ցանկացած բուժիչ խոտաբույսերը, 1, 2, 3, վաղ գարնանային, ամռան ընթացքի եւ աշնանային։ Այսինքն նույն, եթե վերցնենք, օրինակ երիցուկը, այսինքն ռամաշկա, ինչպես որ ասում ենք, նույն այդ ռամաշկա տարբերակը բուժիչ, հիմնականում այն մանր ռամաշկան է բուժիչը։ Ինքը ունի 3 փուլ։ Նույնպես մնացած բույսերը ոնց որ նոր ասեցի, այսինքն գարնան, էլի ամռան եւ աշնան, գարնան ժամանակահատվածը, որ ինքը նոր է դուրս եկել, իր բուժիչ հատկությունները սովորական է, այսինքն մի փոքր թույլ։ Դե քանի որ ինքը նոր է ծլել, իր ուժը ինքը շատ թարմ է, իր ծաղիկների մեջ, ցողունի եւ արմատի մեջ ինքը թույլ ազդեցություն ունի։ Թույլ նորմալ։ Ամռան տարբերակով ունի բավականին ուժեղ Քորինգը վախից է ճիշտ ասած, ես լացում եմ քայլում։ 1 րոպե։ Ճիշտ ասած մի բա վախից է ինչ որ խոտերի ձեն էր գալիս։ Նայում եմ մարդ չեմ տեսնում։ Ասես մեքենան մուք, հա։ Մեկ էլ մի անգամ տեսնում Կարինկան, դրա համար վախից անջատեցի։ Այնտեղ խառը գործնական վիճակը, որ բաներ է բացատրում եւ այլն, ես դուրս եկա տանից որ չխանգարեմ։ Այսպես։ Նորից հիշեց շունը, հեսա գնամ ջղայնանամ։ Ուրեմն երիցուկի ամառային վիճակը, որ արդեն բավականին բնականաբար տրամաբանական է, չէ՞, ինքը աճում է, հասունանում է, ջրից, օդից, արևից վերցրած իր այդ հասունացումը ավելի միջին ազդեցություն է ունենում նորմալ, չէ, այս շամրա մի հատ ջղայնանամ, սպասեք։ Եվ այսինքն իր բուժիչ հատկությունները ինքը ունենում է մի փոքր ավելի թունդ ազդեցության, իսկ ամենաուժեղ ազդեցության խոտաբույսերը ցանկացած, ինչպես ասենք երիցուկի տարբերակով եմ, երիցուկի տարբերակով եմ բացատրում, բնականաբար աշնանը ամենահասունացած, ամենակուտակված իր բուժիչ հատկություններով բույսերը բոլորը աշնան ժամանակահատվածը, իրենց ցողունը, արմատը եւ ծաղիկները
արդեն ինքը մինչև աշուն ամբողջ գարնանից մինչև ամառ եւ աշուն ժամանակահատվածում հողից, արևից, իր ամեն այդ բնականաբար բնության հարմարավետ իր պայմաններից վերցնում է բուժիչ իր բոլոր հատկությունները կուտակված, ամեն ասում են թունդ գինին, հա, որ մնում է թունդանումը ինչ ազդեցություն ունենում, բուժիչ հատկությունները ունենում են աշնանը ավելի շատ, բոլոր բույսերին է վերաբերում։ Ձեր ցանկությամբ կարող եք վերցնել գարնանը, ամռանը հավաքեք կամ աշնանը, բայց կան բաներ, որ մինչև ամառ պետք է հավաքեք, հետո չի լինում, գրեթե գտնելը դժվար է լինում, մնում է իր չորացած տարբերակը կարող է չճանաչեք։ Այ օրինակ, հիմա գարնան ժամանակահատված, եկեք մի 4-5 տարբերակ կամ ավել, ասեմ ինչ եք հավաքելու, որ տեսնեք արդեն ծաղկելա դուրս է եկել։ Խատուտիկ, այդ որ խատուտիկները, այդ որ փչում ենք, սկզբում դեղին գլխիկներ, չէ, շատ գեղեցիկ ծաղիկներ։ Ես հենց դուրս ա գալի մեր այգում բավականին շատ նկարվում եմ խոտերի մեջ նստած, հենց դեղին շորեր եմ հագնում եւ այլն, շատ սիրուն է խատուտիկը, որը հետո հասունանում է, դառնում է այդ իր այդ փետուրիկները, չէ, որ փչում ենք թռնում է, այդ խատուտիկը։ Ադուվանչիկ, ռուսերեն տարբերակով ադուվանչիկ է այդ տարբերակը, տեսեք, խատուտիկը հենց դուրս է գալիս, խատուտիկը ինքը ամբողջությամբ բուժիչ խոտ է։ Իր գլխիկը, տերևները առանձին, ցողունը առանձին, արմատը անգամ քաղցկեղի դեմ, պատկերացնում եք։ Այսինքն խատուտիկը ինքը արմատով sense կարող եք հանել, ամբողջը չորացնել։ Ես հիմնականում ամբողջը չորացրած եմ պահում։ Հիմնական ամբողջ նույն բուժիչ ազդեցություն ունի, ինչի համար որ օգտագործվում է, իրանք մաքրող, բուժիչ, բորբոքային process-ները դի առանձին կասեմ ինչ են։ Բայց ես նախորդ կասեմ ինչերը հավաքեք, պահեք, հետո կխոսենք։ Մի րոպե։ Այսինքն տեսեք, խատուտիկը, որ հեսա գարնան դեմ դուրս է գալու։ Նորից բացատրեմ, ինքը ընդհանուր ունի մեկ հիմնական բուժիչ հատկություն կամ մակրո օրգանիզմ, բայց առանձնացված տերևները մի փոքր այլ ազդեցություն են, ծաղիկների գլխիկները պարտադիր է իր այդ ցոգոլ մասկա, հա, ասենց այդ ամուր ներքևի հատվածը դրանք ամբողջով երկար ցողունով, բայց ես իրանից կարողանում եմ նաև կտրել արմատները, ասենց հողոտ չոր առանձին նաև չորացնել, կապ չունի։ Դուք հավաքեք չորացրեք խատուտիկները։ Կարող եք չորացնել արդեն այդ դեղին ծաղիկները իրանց վրա այդ վիճակով էլի սխալ չի, իմջալուց այդ խատուտիկից մուրաբաներ են պատրաստում, պահում են, հենց դեղը դա։ Իրան ինչպես են պատրաստում, տեսած ովքեր որ կլինեն, հենց այդ խատուտիկի գլուխները հենց մուրաբա վիճակով, բանկաներով պահած։ Բայց կարող եք թողնել արդեն այդ փետուրները, որ դուրս է գալի, այդ ժամանակահատվածը մի փոքր ավելի հասունացած, ինչքան ուշ հավաքեք, այնքան լավ, բայց այնպես արեք, որ ամբողջը կարողանաք։ Всё, հավաքեք, շատ ուժեղ արևի տակ պետք չի չորացնել եւ խոնավ տեղ չի կարելի, չի չորանա, կփտի, բորբոս կունենա։ Ինքը միջին ջերմաստիճան, ասես քամոտ մի վայր լինի, որ այնքան էլ արևներ խանձում օգտակար հատկություններն է հանում, սա վերաբերում է բոլոր բույսերին, ես ամբողջամար նույնը չասեմ։ Բույսերը չորացնելու, խոտաբույսերը, դեղաբույսերը չորացնելու պահելու համար պետքա միջին, ինչպես ասում ենք, օդը խաղա, հա, սկվազնյակ։ Այդպես միջանցիկ քամի պետքա լինի, նման վայրում չորացնեք, տաք, չոր տեղում պետքա լինի։ Շատ արևի տակ էլ չի կարելի, նույնպես չիր պատրաստել էլ այդպես ճիշտ չի եւ նույն տարբերակով բանը, ինչա, խոնավ տեղել չի կարելի, հասկացանք։ Բոլոր բույսերին է վերաբերում։ Չորացրեք, որ հասկանաք լավ չոր վիճակ է, չոր լինելուց հետո խոտաբույսերը պետք է պահեստավորենք փակ տարաների մեջ կամ ապակյա, բայց որտեղ մի փոքր օդ կարողանա խաղալ, ինքը ամբողջը ասենց վակուում փակ պետք չի։ Այնտեղ վակուումով տարբերակ ուրիշ բան կա, կասեմ, որ տարբերակում է կարելի։ Այս դեպքում նաև սովորական ցանցից պարկեր կարեք, ասենց ոնց որ տոպրակներ լինի, կտորի տոպրակներ, հա, որտեղ օդ է խաղում, որի մեջ կլցնեք, ասենց ցանցեր սետկաներից, այդ վարագույրի կտորներից, չգիտեմ, կարեք ամբողջը լցրեք, մեջը սխմեք, ասենց պահեք, եթե լուրջ ուզում եք զբաղվեք, ձեզ բուժեք, նկուղում մի տեղ հարմարավետ մի հատ տեղ լինի, մի 20-30 տեսակի խոտ չորացնեք, պահեք այդ բույսերից, բուժիչ խոտաբույսերից, ես բավական ամբողջ ձմեռվա կյանքի ընթացքում շատ խոսում եմ ինչա, դրանք ժողովուրդ ջան, մենք դեղատներից ինչ գնում ենք, ուրեմն տեսեք, հիմնականում դեղորայքները մեծամասամբ բուսական, որոշակի կենդանական եւ քիչ զանգվածով էլ հա կան, որտեղ քիմիական արտադրություններ ունեն, իսկ հիմնական այս ինչ լսում եք, խոտաբույսեր են, սրտի դեղ են, չգիտեմ, որ մեր վալերիան, ոչ սրտի կաթիլներ, վալերիան կա, էսկարտ, չգիտեմ, տարբեր անուններ ունեն։
Մենք ինչ տեսնում ենք մեծամասնությունը հենց այս խոտաբույսերի ինչի մասին այսքան խոսում եմ ես, որ գնում են թանկ ու կրա գնում եք, առնում եք, չգիտեք ինչ եք գնում, դրանք էս պատրաստված այս ամենից ինչի մասին խոսում եմ։ Այնտեղ յուղեր, հատուկ ինչ յուղեր, բոլորի բույսերի յուղերը կան, այնտեղ հատապտուղների յուղերը կան, կորիզների յուղերը կան։ Ինչա վիտամին D-ն, այդ մասին առանձին կխոսեմ։ Հեսա որ մրգերը կհասնի, ինչ միրգ կուտեք, ամենավատ դառը կորիզները չթափեք, հավաքեք։ Դեղցի կորիզները ամբողջը հավաքեք եւ պահեք։ Նո այդ մասին առանձին թեմայից չանցնենք։ Հաջորդիվ գարնան դիմաց ինչն էինք հավաքում։ Եզան լեզու Подорожник ռուսերենով ասում են։ Եզան լեզուն, գիտեք, կա նեղ տերևներով երկար, բայց հիմնականում նու ոչինչ դա էլ կարող է, բայց լայն տերև։ Իսկ կան եզան լեզու, եզի լեզուն ասել։ Լայն տերև եզան լեզուները դա ամենահրաշք բուժիչ խոտաբույսերն են։ Հավաքեք պայք, հետո կխոսենք ինչ եք անելու, ինչի համար է դա։ Նույնպես ցողունով, այսինքն արմա տերևներ, իր ցողունի իր մեջ էլ հետո որ սերմա տալի այդ ամբողջը հավաքեք, չորացրեք եզան լեզուն։ Երկրորդ տարբերակը երրորդը, նոր մի քիչ առաջ խոսեցինք, երիցուկ, այսինքն ռամաշկա, հավաքեք, պահեք, չորացրեք, պարտադիր։ Մանր ռամաշկաները բուժիչ։ Էլ ինչ եք հավաքում, չորացնում։ Շատ, ասպասեք ամենակարևոր։ Սովորական կծան բանջար, եղինջ, որ գյուղերում ճաշեր ենք պատրաստում, ես որ շատ եմ սիրում։ Ջրիկ ճաշ ձուն գցած կարտոֆիլով մեր գյուղական տեղերում, ես միշտ պատրաստում եմ նաև ինքը մազերի համար, մաշկի խնամքի համար, այդ մասն առանձին խոսեմ։ Նույնպես հավաքեք, պահեք հենց կծան բանջարը, եղինջը։ Հաջորդիվ, հենց այդ ժամանակահատվածը ինչեր կան, որ ես ասեմ դուք նախորդ դա ունենաք, պահեք։ 1 րոպե մի հատ լավ հիշեմ, հստակը ասեմ, 1 րոպե։ Ահա, հիշեցի ուրեմն ապլեպիխայի տերևները։ Ապլեպիխայի ծառեր կան, շատ կան, որտեղ sense փշոտն ու գիտենք ապլեպիխան, հայերեն տարբերակ հեսա կհիշեմ կասեմ, դա ռուսերեն տարբերակն է։ Հա, հեսա հենց հիշեմ կասեմ։ Ապլեպիխա ամենայն դեպս հասկացանք ինչ մասն է խոսքը։ Իսկ sense այդ մանրիկ տերևները հավաքեք, միայն տերևները վերցրեք, չորացրեք, դա էլ պահեք։ Հաջորդիվ մասուրը Այնքան դաշտի մասուրներ կան, մեր մոտ ամբողջը դաշտ մասուրներ են այս բոլոր կողմը, հենց այդ վայրի բնական մասուրները։ Եկեք հավաքեք տարեք, շատ մասուր կա։ Չորացրեք, պահեք մասուրը, վիտամին C-ն, հրաշք։ Բայց եթե իրան թողեք բնականաբար կարմիր, դա արդեն գարնանը չի, դե ամառ մի քիչ աշնանքով էս լավ կարմիրում հասունանում, անգամ պայթում իր կորիզները դուրս է գալիս։ Հավաքեք, պահեք մասուրը շատ կարևոր է, չորացրեք, պահեք, դա շատ ձեզ պետքական է լինելու։ Հետո այդ գետնի վրա տարածվող sense փշոտ բույս կա, կապար են ասում, որ իր հատիկները մեծանում, sense վարունգի չափ, մեջը կարմիր ձմերուկի պես, որ ուտում են, ես չեմ փորձում ուտեմ, քաղցր է համովար, բայց շատերը որ ուտում են, բուժիչ է, բայց ինքը մի քիչ զգուշ պետք է լինի, ինքը շատ ուժեղ դոզա ունի, ազդեցություն։ Դա ծեծում են մեջքա ցավի համար են դնում եւ այլն։ Այդ կապարները գետնի վրա որ տարածվում են, նոր որ գարնան կողմ ցոգոլիկներ է տալի պուջուրիկ, սա սրտի դեղ կարելի է համարել։ Հենց այդ փոքրիկ կապարի հատիկները կարող եք ուղղակի հավաքել չորացնել, ես արդեն չորացած բավականին ունեմ տանը պահած, այսինքն նույն սրտի կատվածի դեմա դուք պատկերացնում եք, այսպես փոքրիկ ժամանակ դեղի պես կարաս նույն այդ սրտի դեղի պես ուղղակի խմես, իսկ այս գործածումն ու բան այդ ամեն ինչը շատ եմ ասում իմ էջում, այդ մասը հետո առանձին էլի ավելի մանրամասն կխոսենք։ Հիմնականում գարնան դիմաց ինչը հավաքեք, ինչը հիմա հեսա ծլելու է դուրս է գալու, հավաքեք դուք չորացրեք, ընթացիկ հարցեր կտակ, էլի ես կասեմ, ինչա պետք հավաքեք չորացնեք, այնտեղ չիստատելի մասին կասեմ, մեր էջ միասին տարածքում այդքան այս Արարատյան դաշտավայրում քիչ է չիստատելը։ Այ Ալավերդու Կիրովականի կողմեր, Գյումրի կողմեր, sense շենքերի բակերում ամբողջը չիստատել է աճում, այդ չիստատելը վաճառում են ժողովուրդ, չորացնում լցնում են տուփերի մեջ, դեղատներում վաճառում են, դա մի քիչ առանձին խոսեմ այդ մասին։ Առայժմ ինչ ասել եմ, մի հատ հավաքեք, չորացրեք։ Միջալուց այդ տեսանյութը կունենան գարանը ինչպես ենք միասին դա անելու, ինչպես են պահեստավորելու, հավաքելու, այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլինի, ձեզ ամբողջը կսովորացնեմ։ Երևի թե այսքանը մի հատ մի փոքրն էլ խմեմ, այսքան է մնացել։ Այստեղ խնձորի քացախնա, կիտրոնի հյութից, այնտեղ ավիոզ դիուկեր են ասում ծորենի պես ինչ որ մի բան է, այդ ամբողջը քարը հանելու համար, մաքրելու համար, ինչպես որ նախապես ասեցի, ինչ էր, խմեմ վերջացնեմ, շատ գործեր կա։ Հենց քնահարամ եմ, հենց կքնեի։ Ավտոյի մեջ էլ հենց լավ ասես տակ արևոտ, բայց դուրս գամ, այսի արագ խմեմ շուտ, ժամանակ չունեմ։ Ամբողջ բակը գործ կա անելու։ Շորերս փոխեմ, ինչպես ասում ենք, ռաբոչի աշխատանքային վիճակ, բարձրանամ տանիք տնամ այնտեղ ինչա կատարվում, իջնեմ ես քարերը հավաքեմ, ծառ, խոտ, գնացինք առաջ։ Ամեն մի պահը զբաղված վիճակա ոչինչ չենք հասցնում։ Դե ինչ
Եթե հետաքրքիր է, կրկին շեշտեք, պետք լինի, այսպես նորից կխոսեմ, կներկայացնեմ ձեզ։ Կհանդիպենք հաջորդիվ, բայց վլոգի համար ես լավ բաներ եմ նկարել, նկարանել, պահել արդեն, ու սկսում ենք նկարել առանձնակի վլոգները, որը հիմնականում սա էլ ասեմ եւ դուրս գամ շատ հետաքրքիր կրկին վլոգներ են սպասում, հիմնականում պատրաստությունը, նախապատրաստությունը մեր ձակուկին դիմավորելու, տան ձևավորման, կահավորման, երեխայի սենյակի ձևավորման, երեխայի համար ինչ գեղեցիկ փոքրիկ անկողնու մեջ բարձիկներ պետք է ինքս կարեմ, որը վաճառում են այդ ամպիկներ, չգիտեմ ինչ, ես ինքս մեքենա, աստղիկ պատկերներ, ես ինքս եմ կարելու կտեսնեք ոնց ենք մանկական բարձեր կարում երեխայի համար, ոնց ենք անկողինը պատրաստում, հագուստ, տան ձևավորում, դիմավորում ու ուրիշ լիքը անակնկալներ հետնա լինելու սպասեք, կտեսնեք կարճ ասած դեռ արժևում ամենահետաքրքիր վլոգները։ Դե ինչ, դիտեք ու ասեք, այսպես ձեզ հարմարավետ է, իրական բնական առանց ձևականություններ, առանց մոնտաժումների, ոչ գույն, ոչ այստեղ էֆեկտներ փոխել, ոչ երաժշտություն, ոչ մոնտաժում, կարճ ու կոնկրետ։ Դե ինչ, կհանդիպենք։